Ողջունում եմ բոլորիդ, մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում և սա այդ շարքի մեջ է։ Ես կուզենայի, որ մենք հետագայում առանձին վերցրած չխոսենք արցախցիների խնդիրների մասին, այլ ընդհանրապես սա բոլորիս խնդիրն է, և կուզենայի, որ արցախցիներն էլ իրենց խնդիրները չտարանջատեն ընդհանուր Հայաստանյանից, որովհետև այնպես է ստացել, որ հիմա մենք չունենք Արցախ այս պահին և արդեն բոլորս պետք է հայաստանյան, հայաստանակենտրոն մտածելակերպով շարժվենք առաջ և հասկանանք, որ առանձին վերցրած արցախցիների խնդիր չի, այն ինչ որ մենք հիմա ունենք, այլ դա բոլոր հայաստանցիներիս խնդիրն է և արցախցիներն էլ պետք է իմանան, որ Հայաստանի բոլոր խնդիրները իրենց են նաև վերաբերում և այդ խնդիրները լուծելով է, որ կկարողանանք բոլորիս ուզող հարցերի պատասխանները ստանալ։ Այն ինչ որ հիմա կատարվում է և Հայաստանի հետ և աշխարհում տիրող իրավիճակը, որ մենք հիմա տեսնում ենք, ես կանվանեի Թիթեռնիկի այն հայտնի էֆեկտ ձևակերպմամբ և եթե մի փոքր հետ գնանք, ապա կտեսնենք, որ փոքր համակարգերը իրենց գլոբալ ազդեցություն են թողել աշխարհի վրա։ Տվյալ դեպքում փոքր համակարգը Արցախն է։ Այն ինչ որ հիմա աշխարհում տեղի է ունենում, նաև Արցախյան պատերազմի հետևանքներից մեկն է։ Թվում է, թե մենք ազդեցություն չենք կարող ունենալ աշխարհի վրա, որովհետև փոքր ենք, բայց մենք էլ մեր մասով ենք ունեցել, տվյալ դեպքում վատ իմաստով ենք ունեցել, և սրա պատճառը Հայաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականությունն է, որը տապալեց Արցախի բանակցային գործընթացը և որի արդյունքում մենք ստացանք պատերազմ, Հայաստանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, դա 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո էր, երբ որ Պրահայում որոշում կայացվեց այսպես կոչված միջնորդների օգնությամբ այդ Շարլ Միշել, Մակրոն և այլն, Էրդողան, իրենց միջոցով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մաս, դրան հաջորդեց շրջափակումը, դրան հաջորդեց արդեն արցախցիների էթնիկ սրտումը։ Այս գործընթացները, պատերազմական գործողությունները որոշակիորեն աշխարհաքաղաքական բալանսի փոփոխության հանգեցրեցին և այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք աշխարհում, դա կլինի ռուս-ուկրաինական կամ արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, դա կլինի Իրան-Իսրայել հակամարտություն, դա կլինի գլոբալ ճգնաժամ Սիրիայում, որը մենք տեսանք, այս ամեն ինչի հետ նաև փոխկապացված էր, բայց սա ոչ թե պետք է ձևակերպել, որ այս ամեն ինչը պետք է տեղի ունենար, դրա համար Արցախի հարցերը լուծեցին, այսինքն Հայաստանի իշխանությունը մեղավոր չէ, այլ ճիշտ հակառակը, Հայաստանի իշխանության մեղավորությամբ տեղի ունեցավ այն ինչ որ մենք տեսանք Արցախում և որը հանգեցրեց հետագա գործընթացների, տվյալ դեպքում Թուրքիայի ուժեղացմանը, որը արդեն սկսեց աշխարհաքաղաքական խաղացող դառնալ մեր տարածաշրջանում բավական ակտիվ ձևով, դրան հաջորդեց արդեն Սիրիայում Թուրքիայի գործողությունը, դրան հաջորդեց արդեն Արևմուտքի վարքագիծը, որը բերեց նաև Ռուսաստան-Ուկրաինայի հակամարտությանը, այսինքն սրանք փոխկապակցված են, աշխարհը այսօր այնքան է փոքրացել, որ փոխկապակցված են և Արցախը փաստորեն այս ամեն ինչի սկզբում էր կանգնած և Թիթեռնիկի էֆեկտը որ կա, հենց Արցախով պետք է պայմանավորել և հայտնի աշխարհաքաղաքական վերլուծաբանները միշտ նշել են, որ այս տարածաշրջանը նաև կարելի ասել քաղաքական առումով աշխարհի կենտրոնն է և ով տիրում է Արցախին նաև թելադրում է քաղաքականությունը Հարավային Կովկասում և ընդհանրապես նաև արդեն ամբողջ աշխարհում։ Սա ոչ թե գլուխ գովալու համար է ասում, սա ոչ թե ինչ-որ մեզ մեծարելու համար է ասում, դա այդպես էլ կա։
Շոշի բարձունքը վերահսկում է ամբողջ Կովկասյան տարածաշրջան։ Եվ մենք այդ կորուստը երբ որ ունեցանք, արդեն ստացանք այն հետագա կորուստները, որը մեզ այսօր հանգեցրել է նրան, որ մենք խոսում ենք արցախցիների սոցիալական խնդիրներից, 40+10 ծրագրից, ցավալիորեն, այսինքն այս օրին ենք ընկել, մենք ունեինք անկախ Արցախ եւ դե ֆակտո կայացած պետություն, իսկ այսօր խոսում ենք արցախահայերին 50,000 դրամ օգնություն տալու մասին, նրանց բնակարանային խնդիրների մասին եւ դա ես ուզում եմ, որ մենք դա հստակ ֆիքսենք, որ Հայաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականության հետևանք է, ուրիշ տարբերակ չկա սրա բացատրության։ Հիմա այն ինչ որ ես սկզբում ասացի, որ մենք պետք է Հայաստանակենտրոն տրամաբանությամբ շարժվենք, որպեսզի եւ կարողանանք Արցախահայության վերադարձի իրավունքի հարցը դնել օրակարգում, եւ կարողանանք Հայաստանի անվտանգության խնդիրները լուծել, եւ կարողանանք մեր սոցիալական բարեկեցության հարցերը լուծել։ Այս առումով մենք պետք է գնահատական տանք այն քաղաքական զարգացումներին Հայաստանյան, որը կա եւ տեսնենք թե ինչ լուծումներ կան։ Ուրեմն Հայաստանի իշխանության մոտիվացիան պետք է շատ հստակ ներկայացնել մեր ժողովրդին։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը եւ իր նեղ շրջապատը սեփական անձի անվտանգության հարցն են լուծում, իրենք հասկանում են, որ այն ինչ արել են, այն ինչ բերել են Արցախի գլխին, Հայաստանի գլխին, դա շատ լուրջ հետևանքներ է առաջացնելու իրենց համար, իրավաքաղաքական հետևանքներ։ Եվ հիմա իրենց փրկության հարցն են լուծում։ Խոսքս քաղաքացիական պայմանագրի լայն շրջանակների մասին չի։ Խոսքս Նիկոլ Փաշինյանի իր ընտանիքի եւ շատ նեղ շրջապատի մասին է, որոնց շահերը հակադրվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն քաղաքացիական պայմանագրի լայն շրջանակների շահերի հետ, որովհետեւ դրանք հաստատ չեն ուզում Հայաստանը դարձնել մանրադրամ։ Այլ հարցեր, որ կարող է միամտաբար, սրիկայաբար կամ այլ հաշվարկներից ելնելով ծառայում են այսօրվա իշխանությանը, բայց լայն իմաստով Նիկոլ Փաշինյանին իր նեղ շրջապատով պետք է տարանջատել ամբողջ Հայաստանից։ Հիմա շատերը կարող են հետաքրքրվել, որն է Նիկոլ Փաշինյանի գործունեության շարժառիթը եւ ինչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակից մենք դուրս գանք։ Նույն արցախահայության խնդիրների հետ կապված, նույն Հայաստանի անվտանգության հետ կապված։ Մարդիկ զարմանում են, թե լավ ինչու հանկարծ ու ինքը հարձակվեց Ֆեափարի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչու է հայոյախոսական ձևակերպումներ օգտագործում իր դիմախոսների դեմ, ինչու է նյարդային շարժումներ անում, ինչու է հավաքներ անցկացնում տարբեր շրջանակների հետ շատ արհեստական թեմաներով։ Այս բոլորի հիմքում իրենց անձնական փրկությունն է, իսկ այդ անձնական փրկությունը իրենք տեսնում են Ալիևի եւ Էրդողանի բարեհաճության մեջ, այսինքն իրենք կարծում են, որ միայն թուրքական եւ ադրբեջանական օրակարգը սպասարկելով է հնարավոր ապահովել սեփական անձի անվտանգությունը։ Իսկ որպեսզի անձի անվտանգությունը ապահովի, պետք է իշխանության վերարտադրում տեղի ունենա։ Հիմա իշխանության վերարտադրումը ո՞նց անեն իրենք։ 21 թվականին հիշում ենք, Մուրճը ձեռքին շարժում էր, ասում էր ես դասակարգային թշնամին եմ նախկին իշխանությունների, նրանց ձեռքից ունեցվածքը խլելու են, բաժանել են աղքատներին եւ մենք դառնալու ենք բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ եւ երկրորդ բանը որ խոստանում էր, ասում էր Արցախի ինքնորոշման իրավունքն են պաշտպանելու եւ խաղաղություն են բերելու։ Այս երկու ուղղությամբ էլ տապալվել է։ Հիմա բոլորն են տեսնում, որ ոչ թե դասակարգային ճշնաման կայլ ընդամանը դասակարգային սեփականաշնորհում այն ունեցվածքի, որը համարվում էր, որ խլվել է ժողովրդից, դրանք հիմա արդեն հայտնվել են այսօրվա իշխանավորների ձեռքում, էլ ավելի գռեհիկ ձևով, այսինքն Թալինի թեման այլևս օրակարգային չէ, մեծ պարագայում, մնացել է խաղաղության թեման, որովհետև Արցախի ինքնորոշման իրավունքը ինքը վաճառեց 22 թվականին։ Հիմա այդ խաղաղության փաստաթուղթը, որպեսզի ինքը կարողանա վաճառել հայ ժողովրդի վրա, Ալիևից անհրաժեշտ է թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը, այսինքն ոչ թե իրական խաղաղություն կբերվի մեր երկիր, այլ թուղթ կբերվի, որը լուրջի փոխարեն արդեն թափահարելով, եթե հասնում ենք մինչև 26 թվականի ընտրություններ խորհրդարանական, ինքը այդ թուղթը թափահարելով փորձելու է ձևակերպել, որ այո, Արցախը ցավոք սրտի հանձնվեց, չնայած ինքն է հանձնել
Արցախահայերը էթնիկ զտման ենթարկվեցին, չնայած իր միջամտությունը կա, բայց ինքը կներկայացնում ցավոք անկախ իր կամքից իբր այդ ամենը տեղի ունեցավ, բայց հիմա ահա ինքը Հայաստանի համար խաղաղություն է բերում եւ այդ խաղաղության համար պետք է ինքը քվես տանի։ Ադրբեջանը հասկանալով, որ այս իշխանությունը չի կարող այդպես երկար գոյատևել, իրենից նորանոր պահանջներ է առաջ նոր պահանջներ է դնում այս իշխանության առաջ եւ այդ պահանջները ամբողջական փաթեթով, որ այս իշխանությունը չի ներկայացնում, բայց կուլիսային համաձայնություն տվել է, հետեւյալն է. առաջինը փոխել Հայաստանի սահմանադրությունը, երկրորդ հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրից, դրանով իսկ ամբողջությամբ փակելով Արցախի էջը, երրորդ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը, որպեսզի միջազգային հարթակում ֆունդամենտալ փակի Արցախի հարցը, ընդհանրապես Արցախահայության վերադարձի հարցը, չորրորդ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան, հինգերորդ հայ-ռուսական հարաբերությունների խզում եւ ռուսական ռազմաբազայից հեռացում։ Սրանք հրապարակային չեն հնչում, բայց փաստացի այդ պահանջը կա եւ պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանին կից թուրքական 5-րդ շահասյան ներկայացուցիչները ռուսական ռազմաբազայի դեմ գործողություններ են պլանավորում եւ իրականացնում։ 6-րդ հայկական հանքարդյունաբերության ոչնչացում, այսպես կոչված բնապահպանման խնդիրների հռչակման ներքո, այսինքն Հայաստանի տնտեսությանն են հարվածում։ Եվ այս ամենը մենք հանրագումարում ենք, չհաշված Զանգեզուրի միջանցքի պահանջ եւ այլն, եթե մենք հանրագումարում ենք սա, փաստացի Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին պահանջում է Հայաստանի Հանրապետության լուծարում։ Նիկոլ Փաշինյանը համաձայնում է այդ ծրագրի հետ, բայց ասում է թույլ տվեք ինձ դա իրականացնել փուլային տարբերակով։ Այդ փուլային տարբերակի ընթացքում Ադրբեջանը ասում է ինձ պահանջներ մի ներկայացու, թե ես ինչը երբ պահանջեմ, այլ դու ապացուցիր, որ մեր այս բոլոր կետերը իրականացնելու ես։ Եվ երեք հայտարարություններ են անում։ Օրինակ ասում են փախստականները պետք է վերադառնան։ Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում, բայց Ալեն Սիմոնյանի շուրթերով ասում է ինչ խնդիր կա, որ ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, առևտուր անենք եւ այլն եւ այլն։ Այսինքն ասում են, ես քեզ մեսիջ տվեցի։ Հիմա վեհապարի հետ կապված հարցը։ Խնդիրն այն չէ, որ իրենք հարձակվել են վեհապարի դեմ։ Մենք ոչ թե վեհապարին կամ ոչ միայն վեհապարին, ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, այլ մեր պետությունը պետք է պաշտպանենք Նիկոլ Փաշինյանի հարձակումից, որովհետև այդ անձնական խնդիրը, որ ինքը արծարծում է, իբր բացարձակապես կապ չունի ընթացիկ գործընթացի հետ, որովհետև նպատակը հետևյալն է. վեհապարը շվեյցարյան ժողով է կազմակերպել եւ միջազգային հանրությանը, միջազգային հարթակում ներկայացրեց Արցախահայության խնդիրները, Արցախում տեղի ունեցող ադրբեջանական վայրագությունները, մեր պատմամշակութային եւ կրոնական ժառանգության հետ կապված հարցերը եւ դատապարտեց նաեւ Բաքվի բանտերում պահվող մեր քաղաքացիների հետ կապված խնդիրը, որից հետո Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Փաշազադեն հարձակվեց եկեղեցու, մեր եկեղեցու եւ վեհապարի վրա։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության երկրորդել է Փաշազադեին եւ դա նա անում է այն նույն ծրագրի շրջանակներում, որի մասին ես խոսեցի։ Ադրբեջանը ասում է դու ապացուցիր, որ մեր այդ բոլոր կետերը իրականացնելու ես, իսկ այդ ապացույցներից մեկն այն է, որ դու պետք է կազմաքանդես հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ եկեղեցին այն ինստիտուտներից մեկն է ազգային, որ կարող է դիմադրել այդ ծրագրին։ Եվ Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի ու Ալիևի հրահանգով հարձակվել է վեհապարի դեմ, բայց դա հարձակում է ոչ այնքան վեհապարի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա մենք պետք է շատ հստակ պատկերացնենք եւ հասկանանք, որպեսզի նաեւ ճիշտ գնահատենք մեր գործողությունները, մեր քայլերը։ Մենք ինչու ենք նաեւ աջակցում Արցախահայության իրավական հարցերում եւ այլ հարցերում, որպեսզի արցախահայերը այստեղ իրենց պաշտպանված զգան, կարողանան ինտեգրվել հայաստանյան կյանքին, այդ թվում ու առաջին հերթին քաղաքական կյանքին եւ իրենց իրավունքների, այդ թվում պատմական իրավունքների համար պայքարի շրջանակներում կարողանան լիարժեք Հայաստանի քաղաքացու պես իրենց պահել եւ կարողանալ հասնել փոփոխությունների։ Եվ ուրեմն որպեսզի մենք կարողանանք Արցախահայության վերադարձի
իրավունքի հարցը մտցնել միջազգային օրակարգ, որպեսզի կարողանանք ամբողջությամբ արցախցիների ներգրավվածությունը ապահովել հայաստանյան կյանքում, դուք ինքներդ պետք է ակտիվանաք եւ ինչպես քիչ առաջ նշվեց նաեւ միմյանց հետ ցանցային համակարգ ստեղծեք եւ ինտեգրվեք հայաստանյան կյանքում։ Միմյանց ճանաչելով, միմյանց հետ շփվելով եւ չտարանջատելով ձեր խնդիրները ընդհանուր հայաստանյան խնդիրներից։ Դուք արդեն որպես հայաստանցի պետք է մտածեք, որպեսզի կարողանաք Արցախի հանրապետություն վերադառնալու ձեր իրավունքի հարցը դնել միջազգային օրակարգում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ պետք է դուք իմանաք, դա կլինի քաղաքացիության միջոցով, դա կլինի ակտիվորեն քաղաքական կյանքի ներգրավելու միջոցով, այլ տարբերակ չկա։ Արցախահայերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի քաղաքացիները պետք է մեկ միասնական օրակարգ ունենան։ Այս պահին դա մեր անվտանգության խնդրի ապահովումն է եւ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, կլինի դա վերադարձի իրավունքի, սոցիալական խնդիրների թե այլի մասին արդեն իրավիճակը ցույց կտա։ Այն ինչ որ հիմա մեր շուրջ կատարվում է Իրանի, Իսրայելի հետ կապված կամ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասով, ակնհայտ է թե մեր շահերը որտեղ են։ Այստեղ ամենևին էլ համակրանք, հակակրանքի մասին չէ խոսքը։ Այստեղ մեր քաղաքական շահի մասն է խոսքը։ Եթե մենք նայում ենք քարտեզին եւ հաշվենք առնում են իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի իրենց շահերից ելնելով։ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի։ Հետևաբար, այստեղից մեր բնական դաշնակիցներ են դառնում Ռուսաստանը եւ Իրանը։ Եվ Իրան-Իսրայել պատերազմի մեջ մենք առնվազն պետք է շահագրգռված լինենք, որ Իրանը չպարտվի։ Կարելի է սարսափով պատկերացնել, թե ինչ կլինի, եթե Իրանը թուլանա, անմիջապես հարվածի տակ կհայտնվի Զանգեզուրը, Սյունիքը եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր հիմա Իրանի դեմ են երկրպագում, նրանք փաստորեն Հայաստանի շահերի դեմ են իրենց համակրանքը հայտնում։ Նույնը Ռուսաստանի հետ կապված։ Եթե Ռուսաստանը պարտվի այդ հակամարտության մեջ, ապա ոչ մի բան չի խանգարելու Թուրքիային, ինչպես նախորդ դարի 20-ականներին ներխուժել Հայաստան հենց կոնկրետ Շիրակի մարզի տարածքով։ Ոչ մի բան, որը նրան չէր խանգարել Սիրիայում ներխուժում իրականացնել, որը նրան չէր խանգարել Իրաքում ներխուժում իրականացնել, նույնն այստեղ կարող է լինել։ Հետևաբար, այսպես կոչված գլոբալ հակառուսական քաղաքականությանը ողջունելը դա նույնն է, որ ողջունեց Թուրքիայի մուտքը Հայաստան։ Այս իշխանությունը չի թաքցնում, որ իր շահերը այդ համագարկերի մեջ են, որովհետև իր կաշվի փրկությունը թեկուզ եւ Հայաստանի Հանրապետության կործանման գնով նրանք տեսնում են թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման մեջ։ Մեր շահերը ճիշտ հակառակ տիրույթում են։ Դրա համար մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովրդի միասնականության հետ կարևոր հարցով միասնականության միջոցով պետք է մենք մեր ներքին խնդիրները լուծենք, մեր ներքին առաջադրանքը տնային աշխատանքը կատարենք եւ փոխենք այս ներքին իրավիճակը քաղաքական, իսկ դա նշանակում է այդ քաղաքական դաշտում այդ գզվրտոցները, այդ մուտիլովկաները, որոնք հրահարվում են կոնկրետ կենտրոններից, պետք է դատապարտվեն եւ մենք պետք է վեր կանգնենք այդ ներքին խժդժություններից եւ կոնկրետ մեկ թիրախ ունենանք։ Դա այսօրվա իշխանությունն է իր վարած քաղաքականությամբ եւ մեր միակ նպատակը այն է, որ պետք է փոխվի
այս իշխանությունը, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի անվտանգության ու գոյության հարցը լուծել, եւ ես համոզված եմ, որ մեր բոլորի ջանքերով մենք հնարավորություն ենք ունենալու եւ կարողանալու ենք այս իրավիճակը փոխել, ձևավորել նոր պետական ազգային իշխանություն։ Շնորհակալություն։